ես հիմա կբացահայտեմ Արման Թաթոյանի հետ կապված ինֆորմացիա մենք ստացանք եւ այդ ինֆորմացիան ենք ստացել ամիսներ առաջ, երբ Արման Թաթոյանի հետ կապված Միքայել Միրասյանը Մոսկվայում փորձել է ինչ-որ պրոյեկտ նախագծել, հանդիպումներ ունեցել եւ Արման Թաթոյանի եւ Լևոն Զուրաբյանի Հայազգային կոնգրեսի, գիտեք, այդ անդամ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից Լևոն Զուրաբյանը եւ Արման Թաթոյանը այդպես պրոյեկտ են փորձում ներկայացնել։ Ես Արման Թաթոյանի հետ կապված մեր սիրելի ժողովրդին կասեմ, որ կուտը չուտեն, սա Միշիկի պրոյեկտն է, Սերժիկ Սարգսյանի փեսու, Միշիկի ամբողջը ղեկավարում է Միշիկը, ամբողջը այդպես ֆինանսավորում է Միշիկը եւ ապագայում նաեւ նրանց կմիանա չի բացառում հենց Լևոն Զուրաբյանը եւս մի քանի հոգի, որը որ բոլորին ղեկավարում է Միշիկ կոչվածը եւ ես Արման Թաթոյանին նայ այսպես նշեմ, մեր տրամաչափի գործիչ չի, որ մենք իրան անդառնանք, մենք անդրադառնում ենք, գիտեք, Միշիկին, Քոչյան Ռոբերտին, Սերժիկին, Սաշիկին, մենք այսինքն չեմ ուզում իջնեմ այդ քաղաքական մակարդակին, բայց Արման Թաթոյանին, քանի որ ինքը արդեն իրան երևակայում է վարչապետ, այդպես հայտ է ներկայացնում, կցանկանամ մեր այդ լրագրողներին, որոնք որ այդ գնում ասուլիսներ են լուսաբանում, այտենց, չգիտեմ, հարցեր են տալի, թող Արման Թաթոյանին մի հարց տան, հենց կարան հղումներ տան ինձ Արամ Ավետիսյանին եւ ասեն, «Այդ ոնց եղավ Արման Թաթոյան, որ դու այտենց հայրենիքը սիրում ես, պատրաստ ես քեզ քո կյանքը տաս հայրենիքին, բայց բանակում չես ծառայել»։ Մի հատ թող այդ հարցին Արման Թաթոյանը պատասխանի, թե ինքը խի բանակում չի ծառայել։ Եվ ես նշեմ Արթուր, որ ցանկացած մարդ, որը որ հայտ է ներկայացնում, եւ այտենց խիստ ազգային տեսանկյունից հանդես է գալի, Արարատն են ուզում հետ բերեն, չգիտեմ, Վանալիճը, մի հատ հələ Արցախը չեմ ասում, թող մի հատ մեր հարցին պատասխանեն,